Որքան մոտենում է քվեարկության օրը, Ռուսաստանն ավելի ու ավելի է սաստկացնում սպառնալիքները։ Փոխվարչապետ Օվերչուկն այսօր արդեն ուղիղ ընդգծել է կապը ընտրությունների հետ, զգուշացնելով, որ ըստ դրանց արդյունքների էլ Մոսկվան որոշում կկայացնի։ Եթե Եվրոպամետ ուժերը հաղթեն, դա նշանակում է, որ Հայաստանը շարժվում է դեպի Եվրամիություն, եւ այդ դեպքում իսկապես անհրաժեշտ կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Ինչու պետք է աջակցենք նման երկրի։ Միթե մենք պետք է փող տանք նրանց, ովքեր վաղը հնարավոր է պատերազմեն մեր դեմ։ Ռուս բարձրաստիճան պաշտոնյան այսօր կրկին հիշեցրել է գազի հնարավոր թանկացման վերաբերյալ Երևան ուղարկված նամակը, զգուշացնելով, որ Հայաստանը ստիպված կլինի ստանալ նույն ռուսական գազը, բայց արդեն մեծ մաքսատուրքերով ու միջնորդավճարներով։ Հետևաբար իրավիճակը Հայաստանում շատ դժվար կլինի։ Մենք դա չենք ուզում։ Ռուսաստանի այս հայտարարություններից ժամեր առաջ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ուղիղ դիմում էր Մոսկվայի գործընկերներին։ Բարեկամական խորհուրդ տալ, որ այն գործելավոճը, որ իրենք որդեգրել են, չի աշխատելու Հայաստանի Հանրապետությունում եւ հակառակ ազդեցություն է ունենալու, կոչ եմ անում իրենց չկրկնել նույն սխալները, որոնք որ իրանք արել են անցյալում, եւ ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը չի գնում սրացման, այդ ցանկությունը չունի, բայց միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունը իր հարցերը լուծելու է եւ կլուծի տնտեսական առումով, եթե պատժամիջոցները շարունակվեն։ Ավելի հեռուն գնալով խորհրդարանի խոսնակը պնդում էր, թե այսպես Ռուսաստանի իշխանություններն ել ավելի վատ են հայ ժողովրդին տրամադրում իրենց դեմ, իսկ դրանից Հայաստանի իշխանությունները չեն տուժելու։ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածից, խաղապահների գործողություններից եւ աշխարհաքաղաքական տարբեր զարգացումներից, ռուսական հերոստալիքների լկտիությունից հետո Հայաստանի Հանրապետության ժողովրդին իրենք վանում են իրենցից եւ այս քայլերը վանելու են ոչ թե հայկական իշխանությունից, որտեղ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ձևավորում է ժողովուրդը, այլ վանելու են այդ բաներ անողներից։ Եթե իրենք կարծում են, որ ելակ, չգիտեմ, մնացած բաները սահմանափակելով իրենք հայաստանյան իշխանություններին վնաս են տալու, դա տենց չի, իրենք վնաս են տալու միայն հայ-ռուսական հարաբերություններին։ Մինչ ռուսական կողմը ամենօրյա ռեժիմով պահանջում է, որ Հայաստանում հանրաքվե անցկացվի Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական դաշինքը լքելու հարցով, վարչապետ Փաշինյանն օրերս ուղիղ հայտարարեց, առաջիկայում նման օրակարգ չունի։ Մինչև այն պահը, երբ Հայաստանը չի դիմել պաշտոնապես Եվրամիությանը, Եվրոպական միությանը անդամագրվելու համար կամ Եվրամիության անդամության տեխնացուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելը անտրամաբանական է։ Փոխարենը հիմա հարցը նախընտրական պայքարի գլխավոր թեման է։ Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման կողմնակից Ռոբերտ Քոչարյանը մի քանի օր է վերահասաղետ է գուժում, Երևանին մեղադրելով, որ Մոսկվան անցել է ճնշումների։ Հիմա ճնշում որ կողմից։ Հյուսիսից։ Իսկ ինչ է նախորդել դրան, երբ Հայաստանի պաշտոնյան գնում է Բրյուսել եւ խնդրում է Բրյուսելին իրեն պաշտպանել հնարավոր հիբրիդային պատերազմից։ Հայաստանի իշխանությունը արեց ամեն ինչ Եվրոմիություն, Ռուսաստան հակասությունների բախման կենտրոնում հայտնելու համար։ Հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու համար երեք նաև Բարգավաճ Հայաստանի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էր Նիկոլ Փաշինյանին մեղադրում։ Այսօր այնքան խոսացին խաղաղություն, որ այսօր բերեցին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ։ Դրա հետևանքը ո՞րն է լինել։ Սննկացում, աղքատություն, վերացում, գյուղատնտեսությանը, արտադրությանը, եթե մարդը չի կարող վաճառել, ինչ պետք է 10 տարի այլընտրանք չեն կարող ստեղծեն, բացառված է։ Ըստ հարցումների ընդդիմադիր առաջատար ուժը Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը չի ընդունում մեղադրանքը, թե ռուսները տնտեսական պատժամիջոցներով շանտաժ են անում հայաստանցի ընտրողներին, որ Կարապետյանին ձայն տան։ Իսկ կարող է այդ այն մարդու պատճառով, ով Ռուսաստանի ողերիմ թշնամուն, ում հետ իրենք արդեն 100 հազարավոր զոհեր են տվել, որոշում է, որ իրեն պետք է հրավիրի Հայաստան, նա էլ հակառուսական հայտարարություններ անի Հայաստանից, Զելենսկին հրավիրի Հայաստան, որից հետո այդ երկրից հայտարարություններ գա, որ դա անհետևանք չի մնալու։ Զելենսկին խի է հրավիրել Հայաստան։ Ինչ տնտեսական էֆեկտ է ունեցել հայ տնտեսությունը։
Քարոզարշավի մեկնարկին ընդունելով վարչապետ Փաշինյանին նախագահ Պուտինը ցանկություն էր հայտնել, որ ռուսամետ գործիչները կարողանային մասնակցել ընտրություններին, ակնարկելով տնային կալանքի մեջ գտնվող Կարապետյանին։ Ռուսաստանը մի քանի օր է խորհրդակցությունների է կանչել իր դեսպանին, նրա Երևան վերադառնալու մասին դեռ չի հաղորդվել։